Լիքը նկարվեցինք, ասեն պիզայի աշտարակը և զզվեց մեզնից, բայց մենք իրան սիրում ենք։ Մյուս անգամ որ գանք, մենք պիտի բարձրանանք վերև։ Նենց որ սուկի մեզնից չի պրծնի։ Հետաքրքիր ամենահետաքրքիր օրերից մեկն է լինելու, հուսանք պիզայի օրն է լինելու, նավից մի անգամից դուրս ենք գալիս, գնում ենք ստեղ։ Welcome for Livorno։ Ամեն շատ տրակ եղավ, այնց որ ես ստիպված եմ հիմա բացատրել։ Նավից մի անգամից դուրս եկանք, հենց դեմը տերմինալն էր։ Տերմինալում լիքը տուրերի տեղեր կային։ Մենք ուղղակի շատ շուտել ենք։ Առավոտ 8-նա 7-ից կեսա։ Նույնիսկ շատերը փակ էին, բայց լիքը տուրերի տարբերակ կա ստեղ։ Մենք որտեղ ենք, Livorno։ Ստեղ լիքը տարբերակներ կան, այնց որ եթե մեկը գա կամ մենք մյուս անգամ գանք, իմանանք, որ տարբերակներ շատ կան։ Մյուսը, հա, եկանք, շատլ կա, ինձ էր, որ երբեմն է շատլը կարող է $7 լինի, բայց կարնիվալի նավի համար անվճար է։ Այս շատլը տանում է քաղաքի կենտրոն։ Այդ քաղաքի սենտրից, city center-ից մենք արդեն կարծեմ մեզ պետք է դիմավորեն, որտեղ մեր էքսկուրսիան սկսվում է city center-ից։ Արդեն բասի մեջ ենք։ Սա սիրուն փինք հագնված է մեզ։ I think so. I'll say if you want to borrow the... Եթե ես հաջորդ անգամ կամ որևիցե մեկը գաք նավով, այստեղ շատ հետաքրքիր է, որ պետք չի նախորդ վերցնել էքսկուրսիաներ, նույնիսկ տեղում այդ վիատուրը կամ ուրիշ տուր կամպանիներ գրում են city center-ը։ Այստեղից հենց կարելի է տոմս առնել, էլ պետք չի նույնիսկ նախորդ տոմս առնել։ Մենք ուղղակի առաջի անգամ ենք, չգիտենք, մի քիչ պանիկայի մեջ էինք ընկնում, որ նախորդ վերցնենք, որ հաստատ լինի, կարելի է տոմսերը վերցնել եւ տարբեր տեղեր գնալ, տարբեր եւ ոչ միայն Պիզա, եւ կարելի է նույնիսկ համատեղել Պիզան եւ Ֆլորենսը։ Ուղղակի այս անգամ էս ստացվեց, ոչինչ, դե սովորում ենք ընթացքում, մինչեւ չես գալիս, միևնույնն է չես իմանում։ Դե համար ես ուզում էի հա գտնել ինֆորմացիա YouTube-ում, թե ասենք եկել ենք, ինչ անենք, առանց նավի տոմսերի եկել ենք, ինչ կարող ենք անել, իսկ չկարողացա հստակ պատասխան գտնել իմ հարցին։ Իսկ հիմա ես ունեմ այդ պատասխանը եւ եթե ինչ-որ մեկին դա հետաքրքրի, կարող է օգտվել այդ բանից։ Այսինքն նավից էքսկուրսիա կարաք չվերցնեք, եթե շատ փող ունեք, կարաք վերցնեք, նավը լավ էքսկուրսիաներ ունի ու վերջում է գարանտիա է տալիս, որ ձեզ կհասցնի նավ ժամանակին, եթե նույնիսկ ուշանակ նավը ձեզ կսպասի, իհարկե դա շատ լավ տարբերակ է։ Բայց եթե ուզում եք մի քիչ տնտեսեք ձեր փողը եւ ինքնուրույն վերցնեք այդ էքսկուրսիաները, այս քաղաքը բավական լավ հնարավորություններ է ստեղծում։ Ամեն քաղաք այդ հնարավորությունները չունի։ Մեր հայերով գնում ենք Bus to Pisa։ Հիմա Պիզա ենք գնալու։ Գնում ենք, նստում ենք բասը մեր։ Այդ բասի համարն է գրեինք։ Բասը նկարեինք մի հատ ժողովուրդ։ 15 minutes late. Okay. So it takes 45 minutes to get Pisa by bus. It depends on traffic, and then the bus brings you 10 minutes walking, 10-15 minutes walking from the Leaning Tower, because the parking place of all tourist buses is 10 or 15 minutes walking from there. Then your departure from Pisa will be from the same place where you get off. The same bus will be waiting for you. The name of your driver is Luciano, and your departure will be at 1:15. Okay, 1:15. You have about 2 hours and a half of free time in Pisa. So there is Wi-Fi on bus, and the name of Wi-Fi is City Sightseeing, and the password is Italy 2024. Մենք Livorno քաղաքից հիմա գնում ենք դեպի Պիզա, Պիզայի աշտարակը տեսնելու։ Livorno քաղաքը եւ Պիզան իրարից մոտավորապես 30 կիլոմետր են հեռու, հեռավորության վրա մեկը մյուսից, եւ ճանապարհն էլ երևի մոտ կես ժամ կտևի, մինչեւ հասնենք Պիզայի աշտարակը, Պիզա քաղաքը։ Քայքանի փոքրիկ տներ են, անուններ են, Պիզայի ճանապարհին ենք։
Bu madunlar. Պիզա գնալու Yok ճանապարհ։ madunlar değil mi? Yani Պիզայի աշտարակի շինարարությունը սկսվել է 1173 թվականին և շարունակվել է մոտ 200 տարի։ Այն ավարտվել է 1372 թվականին։ Աշտարակը սկսեց թեքվել շինարարության ընթացքում, քանի որ տարածքի մի կողմի փափուկ հողը չէր կարողանում դիմանալ աշտարակի հիմքի ծանրությանը։ Հենց որ շինարարները սկսեցին կառուցել երկրորդ հարկը, աշտարակը սկսեց խորտակվել և թեքվել։ Դարերի ընթացքում փորձել են շտկել այս թեքությունը, բայց դա միայն ավելի էր վատթարացնում խնդիրը։ Պետք է հանդիպենք։ Մեկան 15, չէ՞ ժողովուրդ, մեկան 15։ Դեռ պետք է հանդիպենք մեկան 15։ Shore exclusion, բասի վրա գրված է։ Aslanın bas. Չգիտեմ, ասկոմ անկոմ, հիմա գնում ենք դեպի Պիզայի աշտարակը։ Մի քիչ արագ գնանք, որ նկարվել հասցնենք։ Մեկան 15 հետ ենք գալու։ Վիդեոներն են նայում ես Պիզայի աշտարակը, նայում ես այդ վարտիկ գնում են, մեկը չկար, չէր երևում, հետո թեքվեցին, այդ շենքերի արանքից սկսեց երևալ։ Հիմա մենք գնում ենք, ոչինչ չենք տեսնում, չի երևում բարձր ոչ մի տեղից։ Հիմա տեսնենք, որ կողմից կերևա ինքը։ Տեղ սիրուն ճանապարհն է, տեղ էլ խանութներ են։ Ման գալիս իրա պայսակը վախից երևի։ Պիզայի աշտարակը ման են գալիս, կորսրել ենք չկա։ Ուր եք, եկ աշտարակը ուր կորավ։ Դրա փոխարեն տեղ սիրուն կակտուսներ կան։ Կարելի է դուրս գալուց այս կակտուսների մոտ է նկարվել Ստեփան։ Իսկապես այն էր հետաքրքիր, որ ասենց երկար ճանապարհ ենք գնում, մոտ մի 20 րոպե քայլեցինք ու դեռ աշտարակը չի երևում։ Հիմա հանկարծակի թեքվելուց միանգամից հաստատ կտեսնենք։ Երևաց, մի քիչ երևաց վերջապես, հեսա այդ գմբեթի կողքը մի քիչ Պիզան երևաց։ Ճիշտ ենք գնում։ Բայց Տոմսը մեջ։ Տոմսը պետք է ցույց տանք։ Չեմ գալիս քրսեն։ Ես մտնելու եմ դոմս։ Բայց առանց Տոմսի Պիզայի մուտքը։ Մուտքը չէ, թեկուզ կողքը բոլորը նայել է։ Որտե քրսն է, ինչ դոմսը։ Եթե ներս մտնելու ես դոմսը։ Դե սա տամբուխը չեմ տեսնում ճիշտ ասած։ Նորմալ հանգիստ է։ Թորիզատ։ Կարող եմ շուտ ենք եկել։ Ասա կլոտա։ Պիզանը կարած է։ Մի երազանքն էլ է կատարվելու մեջ։ Պիզայի ճանապարհին ենք։ Այսինքն արդեն շուտով հասնում ենք, որտեղ Պիզայի այդ վերևի մայրը արդեն երևաց մեզ։ Շատ հեռու չենք ու ճիշտ ճանապարհի վրա ենք։ Ճանապարհին ինչ-որ փոքր-մոքր կլպակային խանութներ են։ Խավարապ, ինչ ասես վճարում են։ Անանոներ, ուտելու տեղ, սպասիվա ես գնամ, որ նկարեն։ Italian fashion. Okay, քիչ մնաց, մտնում ենք։ Աստա նա ինչ լավ են արել, նկարել են, թե ինչ ունեն, դրել են, որ մարդիկ տեսնեն, ցույց տան։ Եվ իրանց գինին, շատ լավ են ցույց տվել։ Երբ որ նկարով ես տեսնում կամ իրական թեկուզ մոդելային տարբերակով շատ ավելի հեշտ է ընտրություն կատարելը։ Տեղ սևականը իրանց խաղալիքներն են վաճառում, տախեց իրանց խաղալիքները մեջ։ Չէ, հենց արևի դեմով ենք գնում։ Դե գնանք ուղղություններ փոխենք, մի քիչ արագացնենք, որ շատ նկարվենք։ Ինչ-որ գերել մանն, բայց դուրս գալուց գնանք։ Հիմա քանի շուտ գնանք։ Արդեն ուշացել ենք, կարել էր ավելի շուտ է գալ։
Ավաճառը։ Ինչ Հայաստանի տոնավաճառները մնան առաջվա։ Տարբեր բաներ են վաճառում։ Աստված գիտի ինչեր են։ Մեր ժամանակ չկա, որ նայենք ինչեր են։ Նկարնելու միտք էլ չունենք։ Վիզաները ված։ Վիզայի աշտարակա են, նայեք։ Գժվելու բանա։ Սիրունա, արժեր կալ։ Շատ սիրունա։ Այս ամբողջ համալիրը բաղկացած է այս հրապարակում տեղադրված մայր տաճարից, մկրտարանից, թանգարանից, մայր տաճարի թանգարանից եւ իհարկե թեք աշտարակից։ Առաջինը, որ մեր աչքին ընկավ, սա երկու թռչող ձիերի արձանն է, բրոնզե արձաններ են, մոտավորապես երևի 11 մետր երկարություն ունեն յուրաքանչյուրը, ուղղակի ես չգիտեմ, այս արձանները ժամանակավոր էին, թե միշտ են այստեղ տեղադրված։ Ես հետո կարդացի, որ իսկապես այս ձիերի ստեղծագործությունները, քանդակները ժամանակավոր են, սա հայտնի քանդակագործի քանդակներ են, որը հիմա ապրում է Դուբայում, բայց իր հայրենի քաղաքը Պիզան է եւ դրա համար ուզեցել է, որ իր արձանները տեղադրվեն նաեւ Պիզայում։ Ցուցահանդեսը կարճաժամկետ է լինելու, այնպես որ եթե դուք գաք, հավանաբար այստեղ էլ այս արձանները չեք տեսնի, գուցե ուրիշ արձաններ տեսնեք։ Իմ հետևում Պիզայի աշտարակն է, այսպես քանդակներն են։ Այժմս հետո կմոտենանք կնկարենք ավելի մոտից։ Պիզայի աշտարակի մոտ ենք եկել, դեռ սկիզբն է, դրան մոտ ենք, դեն արձաններն են, իսկ հետևում են կողով, ասեն աշտարակը երևում է, են կողով։ Հիմա կմոտենանք, ավելի մոտիկից կնկարենք։ 297 աստիճան ունի Պիզան, ճիշտն ասած մենք կարող էինք այնպիսի տոմս վերցնենք, որ նաև բարձրանայինք Պիզայի աշտարակը, հենց վերևի մասը, աստիճաններով, բայց վախեցանք, մտածեցինք, որ գուցե դժվար լինի մեր համար եւ այս անգամ այդպիսի տոմս չվերցրեցինք։ Հետևում այս մուտքն է, ստեղից մտանք մենք։ Այս պիարեմն են գնում, կարող է մի քիչ լավ չլինի, բայց հետ գալուց ավելի հաջող կլինեն նկարները։ Ցներով իրանց մարդիկ, ինչ լավ կետեր են ստեղ, այստեղ լավ է։ Կփորձեմ։ Ես մեծ հաճիկով մարդկանցերը կնկարեի, թե մարդիկ ինչ բոլոր մարդիկ ստեղ կանգնած են, Պիզան են ուզում բռնել։ Մի գնա շատ։ Պիզայի աշտարակը կարելի է բարձրանալ, հիմա մենք կմոտենանք նայենք, ժամանակի հարց ունենք մենք, քանի որ տուրով ենք եկել։ Չնայած ասեցին, որ շատ բան չեք կորցնի, եթե չբարձրանալ։ Կամ կհաջորդ անգամ կբարձրանանք, պրոբլեմ չկա։ Այս էլ մարդիկ Փոքերը նկարվում են։ Ինչ-որ խոստարկումներ անում, աշտարակը փրկելու կամ գցելու, ասված Բոլոր այցելուները, ովքեր այստեղ էին, փորձում էին ինչ-որ կերպ էս աշտարակը կամ պահել, կամ ուղղել։ Մենք էլ փորձեցինք մի քանի դիրքերով նկարվել։ Կա մի հետաքրքիր լեգենդ, որը պատմում է Գալիլեո Գալիլեի Պիզայի աշտարակից մասին, որ նա Պիզայի աշտարակ է բարձրացել, նետել է տարբեր զանգվածով մարմիններ, ազատանկման արագացումն է ուսումնասիրել, եւ ասեմ, որ Պիզայի աշտարակից բացի կան նաեւ այլ շատ թեք աշտարակներ, նույնիսկ ավելի շատ թեկություն ունեցող աշտարակներ։ Սակայն նրանք գուցե այդքան հայտնի չեն, ինչքան իհարկե Պիզայի աշտարակը։
Իհադաստը։ Քեզ էլ նկարեմ էլի, խնդրում եմ։ Գժվել են, բոլորը գժվել են, երեխեքը գժվել են, մետերը գժվել են, բոլորը պիզայի աշտարակ են, պիզայի աշտարակ, պիզայի աշտարակ են եկել, բռնում են, խցում են, հարում են, ալի գնանք են կոմն են այնք ինչ կա, ժամը Տեղից են մատչի, բայց տեղից թեկությունը չի է։ Հետաքրքիր է, որ Պիզայի աշտարակը 1990 թվականին փակվել է հանրության համար, քանի որ նրա թեկությունը չափազանց մեծացել էր և արդեն վտանգավոր է եղել։ Հետագայում ինչ-որ շինարարական աշխատանքներ են արել նորից, փորձել են զանգերը հանել, որ նվազեցնել լարվածությունը, ծանրությունը, թեթևացնել որոշակի աշխատանքներից հետո 2001 թվականին նորից վերաբացվել է Պիզայի աշտարակը։ Մի հատ արագի մեջ գնանք այն մյուս հաջորդ մյուս կողմը եկի հասել ենք։ Տեսենք այն մյուս կողմից ինչ տեսարանը ոնց է։ Կողմից շատ հետաքրքիր է։ Այդ կարող է մյուս կողմից արևը ուրիշ ձևի լինի։ Նկարները ավելի հետաքրքիր ստացվեն, էլի։ Մարդիկ տեսնում եք լիքը մարդիկ, ամեն մեկը ինչ-որ ձևով։ Ժամացույցին նայում ես մեկ-մեկ։ Կողմից էլ նկարենք, ես հետևի կողմից եմ ես եկի արդեն։ Թեկությունը տեղեր կան, որ ավելի ընդգծված է երևում։ Նա այս ֆոնի վրա, այս մյուս եկեղեցու վրա ֆոնի վրա թեկությունը ավելի լավ է երևում։ Այս կողմն էլ մարդիկ տեսնելի վիդեոում են, տեղ լիքը մարդիկ են։ Տեղեր կան, որ ավելի է ընդգծվում թեկությունը։ Իրականում ինչքան է թեկությունը, բայց ինքը ավելի շատ է երևում։ Այդ տեսեք դիրքեր կան, որտեղ որ կանգնում ես, այդ Պիզայի աշտարակը լավ է թեկությունը ընդգծված երևում է։ Դիրքեր կան, որ այդքան էլ չէ։ Ու թեկությունը զգացվում է, բայց ոչ այդքան շատ։ Ամենասիրուն տեսարանը, ոչ մարդ է խանգարում, ոչ բան։ Նայեք, Պիզայի աշտարակը։ Վերևից է մարդիկ քայլում են, կարելի է բարձրանալ վերև։ Շատ բան չկա վերևը, բայց վերևից կարելի է ընդհանուր քաղաքին նայել։ Պիզայի աշտարակը վերևից, ամենալավ վյուն է ստեղից, թեկությունը երևում է, մարդիկ վերևում քայլում են, վերևից կարելի է բարձրանալ տոմսով, քայլել, ովքերը լիքը մարդիկ կան, նկարում են, փորձում են այդ աշտարակը ուղղել կամ հակառակը խցեն են, իհորել սենց, ինչ իմանաս։ Շատ հետաքրքիր էր, ասեմ դե դաժոր գալ ստեղ, եթե մյուս անգամ կամ ժամանակ ունենամ, հաստատ կբարձրանամ վերևներ։ Եկե ճաղեր կան, ես ճաղերի միջից շատ ավելի լավ նկարեցի, բայց ըստեղ լավ է երևում, հավատացեք այս կողմը, մենք ճաղերի միջով անցանք, ամեն տարբերակով նկարվել եք, մենակ ես էլ մնաց ես էլ նկարեցինք, Պիզայի աշտարակը վերևում, մարդիկ քայլում են վերևում, բարձրանում են, մենք էլ շրջենք կողքը ու հազիվ հասցնենք հետ գնալ։ Ճաղերից ներս մտանք նորից, հիմա նայեք ճաղերից ներկը, հələ լավ թեք է, հələ նայ ոնց է այդ թեկությունը ստեղից երևում։ Ես շուտով կարող եմ գնի։ Լավ այկանք։ Գնում ենք։ Ես նենց ուրախ եմ, որ եկա։ Այնտեղ գայլը նայի, գայլը ինչ է։
Հռոմի հիմնադիրներ դարձած երկվորյա եղբայրներին կերակրած առասպելական էգ գայլի արձանի պատճենը։ Կապիտոլական գայլն է, որը կրծքով կերակրել է երկվորյակներին։ Բնօրինակ արձանը գայլի Հռոմում է գտնվում է Հռոմի Կապիտոլիում թանգարանում։ Արձանը ստիժված էր իտալացի բռնապետ Բենիտո Մուսոլինիի կողմից և նա այս արձանների պատճենները նվիրաբերել է աշխարհի տարբեր վայրերին։ Նկարեմ, ինչ որ քանդակներ կան վրան, բարձրում է, նայ։ Տեսնում ես քանդակներ կան վրան։ Հետաքրքիր։ Մոտ տեղից որ նայում ես, քանդակներ երևում են։ Հա, կարող եմ հասկանալ, կա կինա, դրամատա, ինչա, բայց տարբեր քանդակներ կան աշտարակի վրա։ Ինչ որ արձան է։ Ոնցի կոթ է, ոնցի են նմանացրել։ Աստված է, Աստված է։ չաստված է։ Մարդ աստված է, էլի ասպես ասած։ Տիկետները ստեղ գրած է, որ կարակ եթե ուզում եք տիկետը ստեղից առնեք, բայց լավ կլինի, որ տիկետը նախորոք առնեք։ Վիետորով որ առնում եք, տիկետը տալիս են ձեռներդ։ Հենց որ մյուս անգամ գանք, տենց կանենք։ Ընկած հրեշտակը, այսպես է կոչվում այս քանդակը, սա լեհ նկարիչ և քանդակագործ Իգոր Միտորոյի քանդակն է, ստեղծվել է 2012 թվականին և տեղադրվել է Պիզայի աշտարակի հրապարակում։ Քանդակը ներկայացնում է ընկած հրեշտակի մասնատված թևերով և անավարտ վերջույթներով, քանի որ տարածքը պատված էր հատուկ ցանկապատներով, դժվար էր մոտենալ ու ավելի մոտիկից նկարել այս արձանը։ Նկարել ենք այնքան, ինչքան հնարավոր է եղել։ Իմ հետևում է Պիզայի աշտարակը, իսկ մենք գնում ենք դեռ դիմացը փոքր գեղեցիկ կան, ինչ-որ տեսնենք կտկալի է մտնել թե չէ, ինչ արժի տոմսը, եկե հասել ենք մենք հետազոտենք, հաջորդ անգամվա համար տեղեկացված լինենք։ Իրականության մեջ այս Պիզայի աշտարակը նավից էլ հեռու չէր, կարել էր նույնիսկ թրեյներով և այլն երևի ձևերով գալ։ Դժվար չէր, հեռու չէ, ճանապարհը ինչքան տև է, ձեզ ինտերնետի մեջ էի խորատա չէի զգում։ Ինչքան մի երևի, մի ժամ չտևեց, ինչ ես ասում, ինձ թվում է 40 րոպե չտևեց։ Նույնիսկ որ ասես ավելի կարճ։ Այս այնտեղն է, որ անպայման պետք է գալ։ Հաջորդ անգամ մենք Ֆլորենսը կգանք, ոչինչ։ Թող մի բան թողնենք, էլի։ Մի անգամից ամեն ինչ չենք կարող անել։ Եվ հետո այսքան ժամանակ մենք հատկացրեցինք Պիզայի աշտարակին։ Եթե Ֆլորենսը հետը լիներ, ես չեմ կարծում, որ մենք այսքան ժամանակ ունենայինք այստեղ նկարելու, նկարվելու, նայելու ամեն ինչ մանրամասն։ Ինչ կանեշտում, որտեղ է entrance-ը ստեղ։ Երկու եկեղեցի կա, ստեղ չեմ հասկանում։ Երկու հատ է, մեկը էս է։ Յա, դոմն է։ Մեկն էլ ստեղ ինչ-որ ուրիշ բան կա, հիմա նայենք։ Մտանք, բայց տենց դրսից կարող ենք նկարել, պատկերացում ունենալ, թե ինչ է։ Դռներն է շատ հետաքրքիր կառուցված, կլե դռները նայեք, ինչ դռներ են։ Այս էլ եկեղեցու մեջն է, այգի տոմս պետք է առնել ու հիմա մենք գնանք դեպի բասը, ժամանակ չունենք։ Մենք եկեղեցի չմտանք, որովհետև և ժամանակն էր մեր սահմանափակ, և տոմսով էր, պիտի կանգնենք, այդ տոմսը առնենք և այլն, եթե հնարավորություն ունենանք, կմնա հաջորդ անգամ կմտնենք, բայց դուռը բաց էր եկեղեցու և ես կարողացա մի երկու կադր նկարել, այն ինչ որ դուք տեսնում եք հիմա, եկեղեցու դրսի դռից եմ նկարել, դեպի ներս։ Նայեք հիմքի ծռությունը, թեքությունը։ Հիմա որ հետ են գնում, այս Պիզան իմ հետևում է, նայի, այս Պիզայի աշտարակը իմ հետևում է, ու լավ նկարվում է լույսը, գալուց որ եկանք, ինքը արևը խփում էր, չէր լինում։
100% արժե, բան չեմ, երբեք չեմ ափսոսում, որ եկել եմ, ու նույնիսկ սենց ոգևորված եմ, որ հաջորդ անգամ եմ գալու։ Այսպես Թեկություն է, չէ՞։ I'm not I'm free. nothing from. Nothing from today. Tomorrow when you come back, this is Africa. Okay, same color. Սեմետրի կարի մի հատ նայենք ինչ սեմետրի է։ Անկել հովա։ Եվի հին սեմետրի է, էլի։ Եվ են թաղումները արել են, այ։ 82 Մի խոսքով երևի շատ չխորանանք, բայց ինքը հին սեմետրի է, այս քարերը նայի, սրանք բավականին հին են։ Այստեղ ու ընդեղ էլ է տարածվում, նայի։ Hello։ Պիզայի աշտարակից դուրս գալուց հենց պատկից գտնվում էր մի գերեզմանատուն։ Մենք փորձեցինք մտնել, տեսնենք ինչ է այստեղ, ինչ գերեզմանատուներ են ներկայացնում եւ մի փոքր նկարեցի, հասցրեցի։ Հետո պարզվեց, որ մուտքը վճարով էր, իսկ մենք հոգնած էինք, արևի տակ շոքից վառված եւ բոլորովին չէինք պատրաստվում մի հատ էլ գերեզմանատուն ման գալու համար վճարեինք։ Մի քանի վիդեո ես իհարկե հասցրեցի անել եւ մի քանի նկար, մյուսները ես վերցրել եմ ինտերնետից։ Պիզայի հրեական գերեզմանատունն է, բանից պարզվում է, որ Պիզայում շատ հրեաներ կան։ Փաստաթղթերը վկայում են, որ Պիզայում 13-րդ դարից մինչև այսօր առնվազն 4 հրեական գերեզմանատներ կան, որոնցից ամենահինը այս մեկն է։ Պատճառը, թե ինչու այդքան շատ հրեաներ կան Պիզայում, ասում են, որ այն է, որ Պիզան խոշոր առևտրական կենտրոն է եւ հրեաները միջնորդներ են ծառայել քրիստոնեական եւ իսլամական համայնքների միջերկրական ծովում առևտրում, դրա համար այստեղ հրեաները շատ են Պիզայում։ Նկարներ են արել։ Թուրքական եւ խաչ են դրել, այ մուսուլմանական եւ քրիստոնյա։ Կախտուսներին նայեք ինչ մեծ են։ Գժական մեծ են լսի։ Չէ՞։ Իմ բոյին է։ Գրել են։ Կտեսնես, այսքան մարդ կա ու գրած է parking is free։ Մենք քեզ բան։ Լիվորնո եւ Պիզա քաղաքները այդքան մոտ են իրար, բայց ես հետաքրքիր տեղեկություն գտա ինտերնետում, երբ որ ման էի գալիս, ասում են, որ լիվորնեցիները միշտ եղել են կռվարար ժողովուրդներ, երբեք բարեհաճ չեն վերաբերվել Պիզայի բնակիչների հանդեպ։ Ասում են, որ այսպիսի ասացված կա նույնիսկ, որ ավելի լավ է մահը տուն գա, քան Պիզայից մեկը գա քո տուն, այսպես բառացիորեն թարգմանած։ Սա նշանակում է, որ լիվորնոցիները ինչքան հակակրանք ունեն Պիզայի բնակիչների նկատմամբ։ Հին ավանդույթ է իհարկե, հիմա չեմ կարծում, որ այդպես